Ողջույն սիրելի ունկնդիրներ, դուք դիտում եք առաջնագծում հաղորդումը, որի նպատակն է լուսաբանել Բելգիայի հայկական համայնքում տեղի ունեցող իրադարձությունները եւ ներկայացնել այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ավելի համայնքի կյանքը ավելի եռուզեռեն, ավելի լեցուն են դարձնում։ Այսօր մենք գտնվում ենք տարվա այն ժամանակաշրջանում, երբ բոլորս ամփոփում ենք տարին, փորձում լավ պահերը տարվա կիսել մյուսների հետ եւ դրանք կրկնապատկել, իսկ վատ պահերը փորձում ենք դասավորել կյանքի դարակներում եւ փորձել մոռանալ դրանց մասին։ Եվ բնականաբար տարվա այս ժամանակաշրջանում շատ են նաեւ բարեգործական ձեռնարկումները, խաղարկությունները, միջոցառումները եւ այլն։ Եվ ես միշտ մեծ բավականությամբ լուսաբանում եմ այդ բոլոր ձեռնարկումները, որովհետեւ բոլորը բարի նպատակներին են ծառայում։ Այսօր իմ հյուրն է ոչ ավել ոչ պակաս Բելգահայի հիմնադիր Արիս Նալչին։ Իսկ թե ինչու է նա այսօր մեր հետ, այլևս չեմ երկարացնի ձեր ժամանակը եւ միանգամից իրեն կհարցնեմ, թե ինչ ունի նա մեզ հետ կիսելու։ Բարև Արիս։ Բարև։ Շատ հաճելի է։ Ամենադեն գլսեմ գոր ռադիոյի մեջ, գիտես, էմիսիոնները երբ որ առաջ գերտա օներ, ասենք, գերտա ռադիո երթերից ամենը գլսեմ գո կոննա իմ առաջին անգամ որ ասեմ ավելի ինտերեսան է, ավելի դարբեր է առաջին անգամ եւ հետո պետք է նայես եւ տեսնենք ինչպես կընդունես եւ ինչպես կգնահատես այս հաղորդումը։ Լավ Արիս, կարծում եմ տարվա վերջն ենք, ամփոփում ենք բոլոր հաղորդումները եւ այլն եւ ինչպես միշտ ամեն տարի տարվա վերջ Բելգահայը մի խաղարկություն է իրականացնում, որը ինչ նպատակի է ծառայում այդ խաղարկությունը։ Հիմա սանգսեմ Բելգահայի այս խաղարկումը գծարայե որ Բելգահայը իբրև ֆինանսավոր արբես ինքս դարձն է դարվա մեջ որովհետև որ մենք երբ որ ստեղծվեցանք առաջին երկու տարին պետությունը մեզ ասաց որ օքեյ գրնակ չար ռադիոն ունենալ բայց անտենի համար այսինքն որ գերտա RTB-ին մեծ շենքեն պետք է վճարումներ ունենք բոլոր մյուս ռադիոներով ամեն ռադիո ունի նույն բանը նույնիսկ էներգին եւ կամ բզդիկ փոքր ինդեպենդանտ ժուդայական ամենը ունի նույն հարցերը Բելգահայի համար ասի զեղչված կինն է բայց նորենալ կվճարենք եւ ասի դարեգան մոդավորապես այսի 5700 մինակ RTB-ին հետո երկերուն համար կոպիրայթներ կվճարվի եւ այն ամեն ինչ օրինական է որովհետեւ բոլոր ասի վճարելու համար ծևողը ըսինք խաղարկում ունենք, այսինքն լոտո ունենք, ամենաթյուրին ջամպան է, ասենք որ բյուջե հավաքելու ֆինանսավորապես ամենաթյուրին ջամպան է եւ ամենեն շուտ եւ ուժեղ ջամպան է, հարգավոր բամը պետք է դանք, անորամար մենք չենք ամեն ինչ մեզի չենք աներգո ամեն տարի գուտանք 1000 euro cash ուղագի ստացողին մեկ հոգի եւ մեկ հոգի պիտի ստանա երկու հոգու համար դոմս Հայաստան Բրյուսել Երևան ուղիղ դրիճ անցած տարիներին մեկ հոգի էր չէ այո մեկ հոգի էր հետաքրքիր է գիտեք ինչ կլագո գարկը մարդիկ ուզում են երթան իրենց հայրենիքը դեսնան եւ կամ գարկը մարդիկ ուզում են ավելի շատ օրինակ համար ամրովան ադեն ավելի շատ հարսանիքներ եւ այլն գլան ուզում է հարսանիք երթալ իրենց դոմսը գլագո ասի եւ ռադիոներ ունենք հայկական հարգավոր քինի եւ այլն աբրանքներ այսինքն բզդիկ բաներ կան օրինակ համար ցերակորց մեր կոմունիտեան ասենք համայնքեն ցերակորց մեկը գա որ իրեն երկու բայսակ շնաձեց handmade ասենք եւ ասի մեզի նվիրեց որ մեկուն դանքսելով աղարգության համար դոմսը 10 euro է ես ամենադան սա գխորիմ ոչ տանք ոչ ալ աժան երկուսի մեծ տանք դոմսը չէ այսինքն գրնա ամեն մարդ մասնակցի եւ հետաքրքիր է մենք այսան մդալզալագեր ունիմ ամենադան մենք այս երկիր մեջ քաղաքացի ենք ամեն ինչ կվճարենք կո մեր տաքսերը դարվա վերջը էմպոն եւ այլն կադաստրոդաս ինչ են ամեն մարդ բամը կվճարե եւ եթե ամեն մարդ ամեն անց համայնքի մեջ եթե իրեն համայնքին կորզողներուն
ասի գրնալալ եկեղեցին ասի գրնալալ սեաբեն գրնալալ ուրիշ համայնքի մշակութային միությունները մասնակցի կոնե 10 եվրոյով շատ չէ ունին ամբողջովին եթե համրենք ասանք մեծ իրնատությունները Բելգիկայի մեջ չանցնի 15-20-ը այո փոքր ասոցիացիաները միությունները եւ այլն 50 գրնան կլալ նույնիսկ 50-ը լա դարեգան այսինքն 500 տողլա դա ամսական 50 եվրո վճարած կլա գոյրը ես ալաշ պատճառավսի շատ բան չէ ամեն մարդ կնա մասնակցի շատ հետաքրքիր է ինձ համար որ ամենն հարուստ համայնքին ամենն հարուստ գողմը եւ ամենն ասենք միջին տասագարկը եւ այլն ամենքը նույն ցևով կմասնակցին եւ ինձ համար հետաքրքիր է որ մեր մեծահարուստները նույնիսկ իրենք մեզի մեսաժ գողարկեն որ 20-10 տիկարն ընդհանրապես ասանք բաներու մասնակցող չեն պետքություն չունին եւ այլն բայց հետաքրքիր է ուզում են Հայաստանի դոմսորներ համար հետաքրքիր է ինձ համար չէ բայց կարծում եմ նաեւ որովհետեւ կարծում եմ համայնքը գնահատում է եւ գիտակցում է ռադիոյի կարեւորությունը համայնքի համար եւ այդ իսկ այդտեղից ելնելով այսպիսի մի հարց եմ ուզում տալ արդեն մի քանի տարի է այս խաղարկությունը լինում է ինչպիսին է արձագանքը ինչպես է դու գնահատում մարդկանց մասնակցությունը եւ արդյոք ինչպես են մարդիկ արձագանքում այս գործունեությանը ասելով երևս մի փող հավաքելու միջոց ու թե ավելի շատ ավելի խանդավառ են մոտենում այս հարցին որտեղ գիտեմ որ ռադիոն կարևոր է որպեսզի պահպանենք համայնքում ճիշտ համայնքը ինչպես կպատասխանե այս լոտոին ասեմ հետաքրքիրս ան է որ մասնակցելու համար իրենց երբ որ հերացայինենք երբ որ ուսենք որ լոտոն դուրսելավ ես ադերն իբրև ասենք նիշերով ասենք առաջին դարի 380 երկրորդ դարի 470 անցյալ դարի 741 դոմս զախվեցավ տեսնենք այս տարի որ կան արդեն 1000 դոմս կա մաքսիմում եւ ասի ասել է որ մենք ինչ որ կստանանք արդեն ասենք որ 2500 3000 ասենք դոմսին եւ այլն բիդեր դա 30% նորեն կվերադարձնենք քո համայնքին եւ կամ անանցին որ ստացավ բայց հետաքրքիր է որ երբեք չլսեցի որ մեկ անգամ մնալ փող գուզեք անգամ մնալ փող է եւ այլն ասելով մասնակցողը այո գա մտածելակերպ որ մասնակցողը իբրև օգնելու համար մասնակցող ալա անանք մարդիկ կան որ անցյալ դարի անան եղավ ով որ Հայաստանի դոմսը ստացավ 20 դոմս արել է դու նտեղ մտրեր է 3 շաբաթ հետո կդավ որ հասկացանք որ ով է անորոմար այս տարի որ համարը որուն զախվեցավ կովը կրեմ որ ես չմոռանամ ասել բայց հետաքրքիր է արել է գող մտրեր է ինձ չելներ ասելով երբեք չեմ խորիրգով որ ասի մի ուրիշ գերբ է մի ուրիշ ցև է փող հավաքելու համար եւ արդեն կարծեմ որ Բելգիկայի հայ համայնքի համար ընդհանուր լալով 10 եվրո եւ կամ 10000 20000 ասանք բյուջեները մեծ բյուջեներ չեն մենք ասի կդեսնանք ուրիշ տեղ են նույնիսկ բելգիկացիները մեզ համար հետաքրքիր է մեր դարեգան ռապորտը երբ որ դուվինք ֆեդերացիոն վարդը Բրյուսել եւ որովհետեւ որ դակավին այս տարի իշխանություն չկա գարավարություն չկա ֆեդերացիոն Իմեջ անորոշ սուբսիդները չեն պաշտված, այսինքն ամեն տարի մեզի մի ցևով օգնություն կնեգո ֆինանսավորով լալով եւ մենք այս ֆինանսավորումով գճանանք ուրիշ հետաքրքիր ծրագիրներ ունենք այսօր այս տարի երբ որ մեր ռապորտը դվինք ֆեդերացիոնը մեզ 22 ծրագիր ունիկ եւ ասոնց ամենը իբրև վոլոնտար աշխատիկ այսինքն առանց վճարումի աշխատին ինչպես կլագա որ դուք կրնակոր այս prop production գսենք իրենք այսինքն իբրև ռադիո լալով ինչպես կրնակո ասինել որովհետեւ մյուսները չեն գնալ Էսալ գիտեմ որ մյուսներն ալ գնեն բայց անտրամ ուրիշ ցևով օգտագործեն իրենց համար հետաքրքիր է եւ իրենց միտքը ինչ կլագո հարգավ օքեյ հայ համայնքը զորավոր է գիտես կո ծրագրինպես համայնքը զորավոր է համայնքը զորավոր է եւ գրնանգո ռադիոմը բահել ինքները բայց ին վախս անե որ եթե Բելգիկայի գարավարությունը
խորի որ մենք մեր ինքն իրեն գրնանք պահել մեր ռադիոն, մեզի հանեն իբրև ֆոնեն դուրս, որ չեն գրնար, որովհետև միակ հայկական կոմունիտար ռադիո ենք, բայց գրնան ծևեր ունենալ, ուրիշ ծևեր, որբեսի ասեմ, որ հայ համայնքը զորավոր է եւ իր ֆինանսական ուժ ունի, անորոշ պիտի գրնան ասել, որ օքեյ դուք հաջողեցեք եւ այսպեսով առաջ գացեք, բայց մենք անանք սկացինք, որ այնպես մի գերբ չկա, միայն որ այս անգամ կառավարություն չկա Բրյուսելում, ոչ մեկը այս ֆոնը պիտի չստանա, մինչև որ կառավարություն ունենանք։ Հարցը հետաքրքիր է ինձ համար, որովհետև որ բելգիկացին ավելի շատ կտեսնանք։ Ասա լսել է, որ մենք ճիշտ ճանապարհի ենք, մենք մեր ծանոթումը լավ ունենք, որովհետեւ մեզի տեսել են։ Այո, կարծեմ թե պետք է երևի նաև իրենց բացատրել, որ համայնքը զորավոր է իր կամավորությամբ, այսինքն, օքեյ, հաղորդումները մենք պատրաստում ենք կամավոր կերպով, բայց կան ծախսեր, որոնք չեք կարող կամավոր կերպով, նույն էլեկտրականությունը, ջեռուցումը եւ անտենի բարձը, դրանց համար Երևակայեցեք, եթե մեքենա չունիս, եթե կորտ չունիս, մարդիկ կան գրնալ, եթե մեքենա չունիս, կորտ չունիս, ինչպես պիտի երթաստեղմը, որ ծրագիր ունենաս։ Այո։ Հետաքրքիր է օրինակ, շատ լսած մեր համայնքի մեջ շատ լսված ծրագիրները, ան ծրագիրներն են, որ իրենց մասին են։ Օրինակ, առաջնակցումը լսվի հարգավոր, որովհետև մարդիկ իրենց պատրաստած երեգոյան համերգին մասին ուզում են լսել եւ իրենց իր մեջը կպաշխեն եւ այսպես կերտա։ Բայց հետաքրքիր է որ այն ժամանակում օրինակ մեսաժներ կստանանք on-line WhatsApp-ն եւ այլն հայերեն ծրագիր մի կերտակով մարիշի հետ տուն առաջնակցումը եւ այլն անգլերեն եւ ֆրանսերեն չէ եւ բելգ մարդը բելգիկացի այսինքն ֆրանկոֆոն եւ կամ ինչ ֆլաման գահարցնենք որ ինչ է խոսվում երբ որ պատասխանեն որ համերգ մգա անոր մասին են խոսում մենք ինչու չենք կրնար մասնակցել մենակ հայերու համար է այս համերգը սելով պատասխան կգա ասի ասել է որ օքեյ գաբ հաստատելու ուժը եւ գուզենգո մեզ հետ կապ հաստատել մենք ալ պետք է իրենց անդոնեները տանք համայնքը զորավոր է բայց ինչու ավելի շատ ավելի չմեծանանք մենակ հայերը չէ այսինքն գրնա ավելի շատ այսինքն դա նաեւ մեզ համար մի նշան է սիգնալ այսպես ասած որ մենք պետք է ֆրանսերեն հաղորդումները ավելացնենք եթերում նույն ես փորձում եմ առաջնագծումը երբեմն ես նաև անում եմ ֆրանսերենով կախված իմ հյուրից որովհետև իհարկե մեզ համար նաև կարևոր է որ այն միջոցառումները որ մենք կազմակերպում ենք ոչ թե միայն մենք մեր համայնքը գա տեսնի այլ նաև ուրիշները չէ որ մենք ուզում ենք մեր մշակույթը ներկայացնել ուրիշներին այնպես որ դա շատ լավ խորհուրդ է որպեսզի մենք հետագայում ավելի շատ խորհենք օտար լեզու հաղորդումների մասին Արիս մի երկու խոսքով կարող ես ասել 2026-ին ինչ է սպասվում Բելգիայում կան ինչ-որ նորություններ, որ նոր ծրագրեր, նոր իրադարձություններ, ինչ կարող են սպասել 2026-ին։ Նոր ծրագրեր կան, ինչպես դու գիտես, Արմինեն նոր ծրագիր պատրաստել։ Կան ուրիշ ծրագրեր կան։ Շատ հետաքրքիր է մեզի 3-4 սատ Բելգիկացի ասենք ռադիո վարորդները իրենք ծրագիր ուղարկեցին որ իրենք ուզեն բայց հարգավոր նույն բանը չէ գամավոր չէ իրենք ծրագիր ուղարկեն բայց հետո այնպեսի մի բյուջե գելակով որ նույնիսկ եթե ստուդիոն ունենաս ամեն ինչ ունենաս չես կնար վճարել ասպաները բայց տեսնանք մի քանի ծրագիրներ կան հետաքրքիր ոդքասթներ կան Պիտի շարունակենք Վիլյամ Սարոյան գարտալու շնորհակալություն Վիլյամ Սարոյան ֆոնդացիոնին մեզի արդոնություն դարին համար դալուն համար հետո պիտի շարունակենք լուրերուն կրեթե բոլոր ծրագիրները պիտի շարունակեն բայց նոր գերբարանքներ պիտի լան նոր մարդիկ պիտի մասնակցին գերեվի պիտի տեսնանք նախ մեկ հատ այս առաջին մեկ հատ նոր դարին կա ասենք հետո պիտի տեսնանք այսինքն մարդիկ ուզում են երաժշտություն լսել եւ մարդիկ կան որ ֆրանսայեն գերմանիայեն մեզ հերացան գտանան եւ գսեն որ օքեյ մենք տասական երաժշտություն ուզենք լսել առանց գլուխի այսինքն ինչ են ուզում մի արավոտ ուզում է արտնա եւ
միայն տասական երաժշտություն լսել մինչև ցերեկ։ Այո, գիտեմ, ռադիոն անանք մի բան է, որ կան ասանք ունգընտիրներ եւ պետք է տեսնենք իրենց այս ուզած գերբարանքն, բայց հարգավ հետաքրքիր է դարբերը, երբ որ սոցիալական ցանցերուն ավելի ուժ գուդաս եւ կամ գարծ ծրագիրներուն ավելի ուժ գուդաս, երդասարտ լսողները ավելի շատ են։ Օրինակ համար ես կտեսնամ Facebook-ի մետայի բաներով, որ կոլ երդասարտ լսողներ, երդասարտ ասածս 50-45-ն ավելի ցած ասենք, երդասարտ եղողները ավելի շատ են, որովհետեւ գարծ է եւ ինչ կուզեգո գմտնա գտեսնա, ծրագիր գա, օնգա, օսկա, link կնեգո Facebook-ին գտեսնա գերտա, բայց երկար ծրագիրները հետաքրքիր է շատ են լսվում, մոսկա արչենից մետան, ես մի երեգո մտա մետան այելու գային գրեթե 500-600 հոգի on-line լսում էին 2 ժամ ծրագիր։ Այո։ Հետաքրքիր է մարդոց համար։ Եվ գամ Վիլիամ Սարոյանի քիրքը, օրինակ, մինակ ռադիոյում գտնակ կարտալ, ոդքասթ չի գա։ Հոն այնադեն լսողները կփարսանան 100-ավորներով։ Ուրեմն ասել է, որ ռադիոյի լսող բաժինը ավելի է, բայց ասի մեզի ուրիշ բան մնալ գսե, որ մինակ ռադիո չէ, պետք է ուրիշ բաներ ունենանք։ Հիմա RTBF-ը իրեն ծրագիրը վիզիոն ունի, անի RTBF-ը pedagogan ալիքն է, իրեն ռադիոն ունի գողքին գարջ 1 րոպե 30 երկվայրյան ծրագիրներ ունի, ասանք, եւ իրենց հարցուցի, իրենց պրոդուկտորները մեկը հայ է, իրենց հարցուցի, օքեյ, մենք ինչպես կնան գնել, ըստ ամեն 1 post-ը իրենց 25000 եվրո է աշխատողներով 12 հոգի աշխատելու 25000 եվրո բյուջե ունին, որ ան post-ը TikTok, Facebook տնեն ասելով։ Իսկ մերին ունգընտիրը եթե նույնիսկ ուզե, մեկ անչափ չեք գնալ բացվիլ, բայց կան, ինչու՞ չէ, հայ երդասարտներ կան, որ ասպեսի ծրագիրներ գնենգո սոցիալական ցանցերում մեջ, ինչու՞ չէ, գաբի մեջ ենք, հետևեցեք։ Շատ լավ, արիս վերադառնանք մեր հիմնական նպատակին, Այո։ որպեսզի ամփոփենք այսօրվա հաղորդումը, կարող ես ասել, որտեղից կարող են խաղարկության տոմսերը ձեռք բերել մարդիկ, ինչպես կարող են դրանք գնել եւ ինչպես է ավարտվելու խաղարկությունը։ Հարգավ։ Գրնամ մեզ ստանալ YouTube-ից եւ այլն, Facebook-ից, որտեղից որ կոմենտ գրեք, ուղղակի մերին հեռախոսներում ուղղակո եւ գամ 0483 327 արդեն կգրեմ ոստակը։ Այո։ Հեռացայնեցեք եւ գամ WhatsApp-ով մեսաժ ուղարկեցեք։ Facebook մոդեք Բելգահայ կդեք հոնդերեն եթե WhatsApp մեսաժ գրնակ ուղարկել եւ գամ Belgahai շնիկ gmail.com ուղարկեցեք, մենք ցեզի դոմսու կտանք, կբերենք։ Եվ գամ մասնակցեցեք մարշանոյելներում, այսինքն բոլոր մարշանոյելներում հիմա հոս գա առաջնակոզում է Մեխելենգա, Իգրեցին Ալբիդինե մարշանոյել չմոռացա կարծեմ ուրիշ տեղ կա։ Չէ։ Հոնդեր կդեք Մարիա Գոբչայանը, Մարիամ Ակկայան, Ալին Դավթյանը, սենք ուրիշ հարութը կդեք երեցի են, որ իրենց մե դոմսերը գրնան ստանալ։ Գարձեմ մարդիկ գիտեն գոյլևս ով է վաճառում։ Իմ կարծիքով եթե ցանկություն ունեն անպայման կգտնեն։ Անպայման։ Եվ մի մոռանաք, այս տարի այլևս գիտենք որ ով պիտի ստանա, որովհետև որ բոլոր ծախված դոմսերում մեջ են պիտի ընտրվի ամսուն 6-ին 6 հունվարին մեր ծնունդի արիտով 6 հունվարին պիտի գիտնանք որ համարները ինչ է ստանում առաջինը 1000 եվրո քեշ երկրորդը Բրյուսել Երևան 2 դոմս իմ կարծիքով երկրորդը ավելի տանգ է քան թե առաջինը բայց լավ եւ վերջո բայց հետաքրքիր պիտի լա նայենք այս տարի ով պիտի դառնա Շնորհակալություն Աշ ջան, շնորհակալություն այս մանրամասների համար եւ մաղթում ենք, որ այս տարի ամբողջ 1000 տոմսերը վաճառվեն, 1000 հատ տոմսերը։ Սիրելի ունկնդիրներ, ինչպես արդեն հասկացաք, Belgahai-ը, որպեսզի կարողանա իր գործունեությունը շարունակի եւ ձեզ ուղեկցի 2026-ի ընթացքում եւ հետագա մյուս տարիների ընթացքում, որպեսզի մենք ինքներս կարողանանք մեր ծրագրերը իրականացնել Belgahai-ի եթերում, մենք ձեր կարիք ունենք, այնպես որ մի զլացեք, եղեք ակտիվ եւ անպայման գնեք մեր տոմսերը, որոնք ինչ որ չափով մեզ կօգնեն, որպեսզի կարողանանք մեր ծրագրերը իրականացնել։
Շնորհակալ ենք ձեզանից, բոլորիդ մաղթում ենք հաճելի տոներ եւ մնացեք Բելգահայի եթերում, շարունակեք լսել հայկական երաժշտությունը հենց այստեղ Բելգիայում։ Ես ձեզ ասում եմ ցտեսություն, կհանդիպենք առաջնագծի հաջորդ եթերներում եւ մի մոռացեք, մեր ամենալավագույն պահերը նրանք են, որոնք մենք կարողանում ենք կիսել բոլորի հետ։ Շնորհակալություն, ցտեսություն։